դիմեց բացահայտ ապօրինության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդամենը քաղաքական պատվեր կատարելով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները Վագն Հովակիմյանի գլխավորությամբ երեք կատարել են հանցագործություն։ Վաղ թե ուշ դա դուռ է բացում ցնցումներով քաղաքական գործընթացների համար։ Փողոց, հեղափոխական զարգացումներ, ընդդիմությունն էլ նպատակային եւ էֆեկտիվ գործի 1-1.5 տարվա ընթացքում այս իշխանության քաղաքական վաղճանը կմոտենա։ ԿՀ ձեր ասած հանցագործությունը էլի պայթելու է, հավանական է տարի ու կես հետո Երևանի փողոցներում կարող ենք այսպես ձևակերպել։ Միանշանակ այո։ Կամ այս ընդդիմությունը նպատակային քայլերով ինքն է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, կամ հասարակական տրամադրությունների արմատականացումը բերելու անդիմադիր նոր հարթակի ձևավորման, որը ամբողջ քաղաքական համակարգը կսրբի։ Միջավայր չկա հարակ հեղափոխական զարգացումների, ես Հայաստանում նման իրավիճակ հիմա չեմ տեսնում այս պահին։ Այս ընտրությունից իշխանությունը անհիմատ թուլացած է դուրս եկել։ Մոսկվան բավականին լուրջ խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ եւ առնվազն նրանից մեծ գին է պահանջում նրա լեգիտիմությունը ճանաչելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները։ Վերջին 8 տարվա պրակտիկան հաշվի առնելով կարծես թե արտասովոր ոչինչ տեղի չունեցավ։ Ինչպես եւ կանխատեսում են շատ վերլուծաբաններ, որոշումն իշխանության օգտին էր եւ օրինակ ԲՀԿ-ն խորհրդարան չմտավ։ Բարը ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ սպասել, ինչ է անելու խորհրդարան մտած եւ նաեւ չմտած ընդդիմությունը։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց բարի գալուստ կիզակետում։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար։ Երեք բնականաբար դուք էլ եք այնտեղ, մարդիկ այնտեղ էին, բոլորը ինչպես կգնահատեք այդ ԿՀ-ի որոշումը թղթերով, ինչու եմ ասում, թղթերով արտահայտություն կա, չէ՞, կարծես թե ամեն ինչ ճիշտ էր, հա։ Ինչու էր ճիշտ, որովհետև իրենք ասում են, որ հենց ընդդիմությունն է առաջինը բողոքել, ասել, որ այդ կոնկրետ տեղամասերում կուտակումներ կային եւ այլն զինվորներ, մենք էլ ինչ ենք արել, շարժվել ենք բողոքի հետքերով եւ չեղյալ ենք համարել։ Իրենք մանիպուլացնում են իրականությունը, որևէ մեկ ընդդիմությունից չի ասել, դուք իրավունք չունեք ինչ-որ տեղամասում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, եթե դրա համար եղել են հիմքեր։ Սա մեկ, այսինքն այստեղ խնդիրը այլ բանի մեջ է։ Մենք ասում ենք, որ կա ընդդիմում, դա ասում է նաև վարչական դատարանը, որի ռեկոմենդացիան երեք անտեսեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ եթե 1, 2 կամ 3 տեղամասերի ընտրությունների արդյունքների չեղարկումը կամ անվավեր ճանաչելը ազդում է ընտրությունների ընդհանուր պատկերի վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ընտրական օրերից գիրք սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի համաձայն այդ տեղամասերում կամ նշանակել վերաքվեարկություն, կամ եթե այդ վերաքվեարկությամբ հնարավոր չէ արկա խախտումները վերացնել, ամբողջ հանրապետությունում նշանակել ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն։ Այս սա է, այս ակնհայտ պահանջը ընտրական օրենսգիրքի չի կատարել ԿՀ-ն, ինչը արտառոց է երրորդ հանրապետության պատմության մեջ, որտեղ դիմեց բացահայտ ապօրինության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդամենը քաղաքական պատվեր կատարելով։ Քաղաքական պատվերի իմաստը շատ պարզ է, ամեն գնով դուրս թողնել խորհրդանից ԲՀԿ-ին, շատ բոլորին ակնհայտ էր, որ մեր ուժը, որտեղ ես մասնակցում էի այդ ընտրացուցակով, հաղթահարել էր անցողիկության շեմը, բայց նրան մտածված բոլոր ապօրինի մեթոդներով դուրս թողեցին ընտրական խորհրդարանից, որպեսզի իշխանության համար 3/5 ապահովեն խորհրդարանը։ Հիմա ստանում են դա։ Այո, սա մեկ, երկրորդը կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները Վագն Հովակիմյանի գլխավորությամբ երեք կատարել են հանցագործություն, որտեղ նրանք մի կողմ են դրել ընտրական օրենսգիրքի պահանջները եւ առաջնորդվել են կամ քաղաքական պատվերով կամ քաղաքական նպատակարարությամբ, մոտիվները այնքան էլ էական չի, իրանք կգա ժամանակ իրավապահ մարմիններին կբացատրեն ինչու են գնացել այդ ակնհայտ ապօրինությանը։ Կրկնում եմ, նրանք չեն կատարել 101-րդ հոդվածի պահանջները օրենքի։ Դրանք շատ հստակ է, եթե պատկերի վրա ազդեցություն ա ունեցել,
Իրանք պարտավոր էին նշանակել վերաքվեարկություն այդ 3 տեղամասերում։ Շատ բանական, վարչական դատանի որոշումից բխող պահանջ ենք ներկայացրել մենք։ Կարող է դատի տակ ասում եք հանցագործությունը, մենք հիմա քննարկում ենք վարչական կամ սահմանադրական դատարաններ դիմելու։ Երկուսն էլ կարող ենք դիմել, երկու տարբերակներից որը կընտրենք, այդ տարբերակը կամ երկու տեղն էլ կդիմենք։ Հիմա այդ մեր իրավաբանների խումբը աշխատում է նման խախտում երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չի ունեցել, որ արհեստականորեն մեկ քաղաքական ուժի նպատակային ձևով դուրս թողնեն խորհրդարանից։ Գիտեք, սա ես իհարկե Հայաստանի պատմության մեջ իդեալական ընտրություններ չեն եղել, իհարկե ես բազմաթիվ այլանդակություններ եմ իմ կյանքում տեսել, ես 95 թվականից սկսած բոլոր ընտրական գործընթացների մասնակից եմ եղել։ Լրագրողի կարգավիճակով, վստահված անձի, դիտորդի, թեկնածուի, չկա տես կարգավիճակ, որով ես չեմ մասնակցել այդ ընտրություններին, հա, կամ շտաբի անդամի։ Նման այլանդակ, բացահայտ, ցինիկ ընտրությունների լեգիտիմությանը մարտահրավեր ներկայացնող խախտում ես չեմ տեսել։ Նույնիսկ Դանիել Օհաննիսյանը, որին դժվար է անաչառության մեջ, որին դժվար է ընդդիմադիր համարելը, ճիշտ հակառակը, նրան իշխանամերձ գործիչ են համարում, երեք գրել է, որ ԿՀ-ն իր այս որոշմամբ, իր բառերն եմ ասում, ապօրինի որոշմամբ իրավական ական է դրել ընտրությունների արդյունքների տակ։ Ում է հետաքրքրում այդ իրավական, Փաշինյանին հետաքրքրում է իրավական ականը։ Իհարկե ոչ։ Այդ հիմա գանք դրան, որ իրավական դրած ականին կամ ձեր ասած ակնհայտ հանցագործության դեմ կամ կոպիտ ընտրախախտման դեմ, ինչպես է պայքարելու ընդդիմությունը, այդ ավանդական հարցը կախված է։ Ճիշտ է, ամիջապես գիշերը հնչեց հայտարարությունը 6 ուժերի, օրինակ մեջբերեմ, երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Ինչի մասին է խոսքը, ինչ էսկալացիա։ Այս հայտարարության տակ ինչ կա, թե ուղղակի հայտարարություններ հայտարարության համար։ Չէ, գիտեք, նման խախտումներն ու նման ակնհայտ ապօրինությունները բերում են հասարակության մոտ տրամադրությունների արմատականացման, սա անխուսափելի է։ Գիտեք, պարտադիր չի հենց այսօր դա դրսևորվի, հենց վաղ։ Հայաստանում առաջացել է նաև ԿՀ-ի երեկվա որոշման պատճառով, նաև այս վիճահարույց ընտրական ցիկլի պատճառով լեգիտիմության եւ վստահության շատ լուրջ ճգնաժամ։ Նման ճգնաժամները ունենում են կամ քաղաքակիրթ հանգուցալուծումներ, բայց մենք տեսնում ենք, որ պետական ինստիտուտները Փաշինյանը դարձել է հաշվեհարդարի գործիք։ Օրինակ, եղել էր խախտում, ԿՀ-ն կարող է այդ խախտումը վերացնել, ՍԴ-ն կարող է վերացնել արժևում, բայց ՍԴ-ն էլ ԿՀ-ի կարգավիճակում է, էլի տեղավորված Փաշինյանի գրպանում, իլյուզիաներ կամ քիչ սպասելիքներ կան, ուրեմն վստահության կամ լեգիտիմության ճգնաժամը կամ պատկան պետական մարմինների միջոցով է չեզոքացվում, կամ տեղի են ունենում վաղ թե ուշ դա դուռ է բացում ցնցումներով քաղաքական գործընթացների համար, փողոց, հեղափոխական զարգացումներ եւ այլն։ Սրա մասին է ընդդիմության զգուշացումը, պարտադիր չի արագ հեղափոխական սցենար լինի։ Օրինակ իմ կանխատեսմամբ այս process-ը նման վիճահարույց ընտրություններով, նման կասկածելի լեգիտիմությամբ իշխանությունը տուրբուլենտության մի հատ մեծ ցիկլի մեջ ընկնելու ներքին, արտաքին, որի տրամաբանական ավարտը կարող է գալ 1-1.5 տարվա ընթացքում։ Այսինքն եթե ձեզ թվում է իշխանությունը այս որոշումներով, այս ընտրություններից հետո, այս որակի ԿՀ-ս բեսպրեդելից հետո կայունանալու է եւ մենք գործ ենք ունենալու ամեն ինչ վերահսկող իշխանության հետ, սխալվում եք։ Իշխանության քայքայման, քաղաքական քայքայման process-ը սկսված է, դե լեգիտիմության պակասը նման բան է, որը բերելու է նրան, որ ինքը տուրբուլենտությունը կառավարել չի կարողանալու, եթե ընդդիմությունն էլ նպատակային եւ էֆեկտիվ գործի 1-1.5 տարվա ընթացքում այս իշխանության քաղաքական վախճանը կմոտենա։ Եթե թույլ կտաք, պարզ ձևակերպեմ ավելի ձեր այս ամբողջ վերջի միտքը,
մի քիչ էլ սպարապետ Վազգեն Սարգսյանին վերափոխելով են հայտնի միտքը, հա, առաջինը դա եկավ մտքից, որ Մեղրին Երևանում է պայթելու հիմա ԿՀ ձեր ասած հանցագործությունը էլի պայթելու է, հավանական է տարի ու կես հետո Երևանի փողոցներում կարող ենք այսպես ձևակերպել։ Միանշանակ այո։ Այդ ականն է էլ։ Այո, գիտեք, ամեն ինչ տանում է դրան, եթե ընդդիմադիր մագիստրալ ուժերը, այդ 3-4 ուժերի մասն է խոսքը, ակնհայտ սխալներ չանեն։ Բայց նույնիսկ ընդդիմության հիպոթետիկ ակնհայտ սխալները ընդդիմության իշխանությանը չի փրկելու, որովհետև ի վերջո եթե հասարակությունը հանգարց ընդդիմադիր այսօրվա հրապարակի վրա եղած ուժերից հաստատվի, հասարակական տրամադրությունների արմատականացումը բերելու անդիմադիր նոր հարթակի ստեղծման, եթե, այսինքն այդ կամ էս ընդդիմությունը նպատակային քայլերով ինքն է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։ Խորհրդարանմտած, ճիշտ եմ ասում։ Խորհրդարանմտած, խորհրդանին մտնելու շատ մոտ, օրինակ Բարգավաճ միասնության թևեր, կամ հասարակական տրամադրությունների արմատականացումը բերելու անդիմադիր նոր հարթակի ձևավորման, որը ամբողջ քաղաքական համակարգը կսրբի։ Այսինքն իրենց էլ կտանեն նկատի։ Բայց այն գործունակ հանկարծ լինեն, վերջնահաշվում դա կստացվի։ Այդ չսխալվելու մեջ մտնում է այս հիմա օթում կախված հարցի պատասխանը վերցնել թե չվերցնել մանդատները, որովհետև դուք փաստորեն ինչ պետք է անի ըստ ձեզ ընդդիմությունը ճիշտ է որ կրնի։ Փաստորեն ըստ ձեզ փողոցային պայքարի պոտենցիալը ոչ միտեղ էլ չի կորել, որովհետև ասում են կարող է գնալով մարել եւ այլ, եթե քայլերի չանեն։ Ինչ օգուտ կտա վերցնելը, ինչ կարող են անել վերցնելով, եւ ինչ կարող են անել չվերցնելով։ Հարգելի Արկադի, ես այդ հարցադրումը արհեստական եմ համարում։ Ես գիտեմ, որ հիմա դա ամենապոպուլյար քննարկվող թեման է, ավելին ասեմ, հիմա ես իմ մեսենջերը կարող եմ ցույց տալ 100-ից ավելի հետևորդներից ունեմ նամակներ, որոնց գերակշիռ մասը հեղինակների մեր համաքաղաքացիներն են, որոնք շատ անկեղծ էմոցիայով, էմոցիոնալ արձագանքով պահանջում են, որ ընդդիմությունը չվերցնի մանդատները։ Բայց քաղաքական գործիչը, որ ավելի ինֆորմացված է եւ պատասխանատվության ավելի բարձր մակարդակ ունի, սովորական քաղաքացուց տարբերվում է հենց նրանով, որ պիտի որոշումների կայացման հիմքում հաշվարկները դնի, քաղաքական պրոգնոզները դնի, ոչ թե էմոցիաները։ Էմոցիան քաղաքական գործի որոշման ձևավորման հարցում ամենալավ ուղեկիցը չի կամ լավագույն դաշնակիցը չի։ Տեսեք, երկու տարբերակներն էլ, մանդատ վերցնելն էլ, չվերցնելն էլ, ունեն եւ ռիսկեր, եւ հնարավորություններ։ Չկա մի իդեալական տարբերակ, որ անխոցելի է, եւ միևնույն ժամանակ չկա բացահայտ ձախողված տարբերակ։ Այստեղ օգնության է գալիս մեզ քաղաքագիտությունը։ Եթե արագ հեղափոխական սցենարի հավանականություն կա կամ հնարավորություն կա ավելի շուտ, կարելի է չվերցնել մանդատները եւ գնալ արագ հեղափոխական հանգուցալուծումների։ Օրինակ 2004 թվականին Վրաստանում խորհրդանի ընտրություններից հետո այդպես վարվեց Միխայել Սաակաշվիլին, նրա թիմը եւ գնացին շատ արագ հեղափոխական հանգուցալուծման։ Բայց եթե նման պլան չկա, նման միջավայր չկա արագ հեղափոխական զարգացումների, ես Հայաստանում նման իրավիճակ հիմա չեմ տեսնում այս պահին, անկախ նրանից, որ ընտրությունները կեղծվել են, հասարակության մոտ շատ մեծ կուտակված զայրույթ կա եւ այլն, միևնույնն է դա դժվար է կապիտալիզացնել որպես հեղափոխություն, որովհետև մյուս կողմից հասարակությունը բևեռացված է, այսինքն այնպես չի, որ հասարակության մեծ մասի մոտ կա ցասում, բայց Նիկոլ Փաշինյանն էլ ունի շոր սոցիալական հենարան, ինչի լուր աջակցության շնորհիվ կարողանում է պահպանել իշխանությունը։ Եթե ու ահավասիկ, եթե հեղափոխական կայծակնային կամ արագ սցենար գոյություն չունի, ընդդիմությունը մանդատներ չվերցնելու պարագայում մեծ հավանականությամբ կրկնելու է վրացական այսօրվա ընդդիմության սխալը,
որ այդ մանդատները չվերցրեցին, փողոցային գործողությունների պլան չկար եւ ի վերջո այդ ամենը հանգեցրեց մարգինալացման ընդդիմության։ Ես կողմնակից եմ եւ խորհրդարանական գործնական ռեսուրսը օգտագործելուն եւ դրա միջոցով փողոց գեներացնելուն եւ իրավական հարթության վրա պայքարը շարունակելուն։ Ընդհակառակը ընդդիմությունը բազմահարթակ եւ բազմաշերտ գործնություն ծառավարի, դիմ ասած 1.5 տարում փոփոխությունների սցենարը իրականություն դարձնելու համար։ Այսպիսի դիրքորոշման եմ եղել այն պահին, երբ Բարգավաճը բոլորի գնահատմամբ անցողիկությունը հաղթահարել էր եւ մեծ շանս ունեի օրինակ ես падգամավորական մանդատ ունենալու, այդպիսի դիրքորոշման եմ հիմա, երբ Բարգավաճին դուրս են թողել խորհրդարանից եւ տեսանելի հեռանկարում չկա իմ падգամավոր դառնալու հեռանկարը, հա։ Այսինքն իմ դիրքորոշումները անձնական սուբյեկտիվ ընկալումներից չեն փոխվում եւ խարսխվում են քաղաքագիտական ինչ-որ աքսիոմաների ու ճշմարտությունների վրա, որոնք կարող են իրենք էլ սխալական լինել, իհարկե, բայց այն մարդիկ, այդ թվում մեր հազարավոր շատ անկես քաղաքացիներ, որոնք խոսում են մանդատները չվերցնելու մասին, պիտի կարողանան այլընտրանքային գործողության ռեալիստական ծրագիր առաջարկել։ Մյուս կողմից, եթե հանկարծ նոր ընդդիմությունը կրկնի գործող խորհրդարանական ընդդիմության սխալը եւ մանդատը չծառայեցվի երկրում քաղաքական կյանքի որակական փոփոխության, այդ դեպքում կարժեզրկվի հենց ընդդիմությունը եւ գործ կունենանք շատ արագ ընդդիմադիր նոր հարթակի ձևավորման հանրային պահանջի հետ։ Այսինքն մեկ ճանապարհ անսխալական գոյություն չունի։ Լուծումներ կան, նայած որ սցենարն ես ընտրում եւ ինչպես է այդ ընտրված սցենարը ծառայեցնում քո քաղաքական օրակարգը։ Այսինքն ճիշտ հասկացա, որ առանցքային այստեղ այն 5 տարին չլինելն է, ինչը որ տեսել են մարդիկ, որ չկրկնվի 5։ Այսինքն առանցքային է նա, որ չգնաս տեղավորվես իշխանական օրակարգի շրջանակներում, ոչ թե սպասարկես, տեղավորվես իրենց սխեմաների մեջ, ապահովես ինչ-որ X թվով մարդկանց կոմֆորտ, բայց ըստ էության հասարակության ընդդիմադիր սպասումների փոշիացման գնով։ Ճիշտ հասկացա, որ ձեր նշած երկու սցենարներից այն կայծակնային ու տարի-տարիուկես դուք վստահ եք ավելի շատ կողմ եք այն մյուս երկրորդն եք տեսնում։ Եմ կայծակնային հեղափոխական սցենար ուղղակի չեմ տեսնում։ Չեմ տեղ, հիմա պիտի մեր փողոցները հեղեղված լինեին։ Ի վերջո արտարոց բան է տեղի ունեցել։ Կուսակցությունից մեկին օրենքների անտեսումով բեսպրիձելով խորհրդարան չեն թողել։ Որտեւ այսօր կա նախագահի պարզաբանումը այն մասին էր, որ խախտում արել են, փորձել էր արդարացնել, խեն արել։ Իմ տպավորությամբ ոնց որ քննչական կոմիտեն հարցաքննության կանչացել լինի։ Քննչական կոմիտեում փորձի բացատրել ինչի է խախտում արել։ Ոնց լավ, եթե այսպես դիտարկենք, դուք ասում եք լեգիտիմության խնդիր եւ այլն, Փաշինյանը իշխանությունը ԿՊ-ն ավելի ուժեղ դուրս եկավ, թե թույլ այս ստեղծած իրավիճակից, ինչու ստացավ օրինակ այն քարտ բլանշը կամ այդ քարտ բլանշի մի փոքր մասը, այն ինչ մասին որ խոսում ենք սահմանադրություն, չեմ անում անկլավներ եւ այլն, այդ հարցերը առաջ մղելու համար։ Տեսեք, այս իշխանությունից իշխանությունը անհիմատ թուլացած է դուրս եկել։ Նախ, եթե 2021-ին լեգիտիմության կասկած չկար, այսինքն բոլորս դժգոհ էինք ընտրությունների արդյունքներից, բայց իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում։ Բոլորս ասում ենք, որ այո, տարօրինակ, պարադոքսալ բան է տեղի ունենում, պարտված իշխանությունը վերարտադրվել է, բայց ընդդիմությունը նման փաստարկներ ընդդիմության ընտրությունների լեգիտիմության դեմ 2021-ին չուներ։ Հիմա բազմաթիվ փաստեր կան համակարգային ընտրախախտումների մասին, ամեն օր եթե հեղեղված է բազմաթիվ հիմնավոր փաստարկներով, եթե ոչ մի բան չլիներ էլ նույնիսկ այդ վարչական ռեսուրսի գրեիք չարաշահումը,
մրցակցային հավասարության նորմերի խախտումը եւ այլն, ԿՀ-ի մենակ երեկվա որոշումը հերիք էր, որ ընտրությունները լեգիտիմ չհամարվեն։ Իսկ ունի լեգիտիմության խնդիր։ Երկրորդ, այնուամենայնիվ համամասնությունը իշխանության ազգային ժողովում ավելի պակաս է, քան նախորդ ազգային ժողովում։ Իհարկե կարող էր 3-5-րդ էլ չունենար, եթե ԲՀԿ մտներ խորհրդան, ընդհանրապես իշխանությունը շատ խոցելի կլիներ քաղաքական առումով։ Այսպես սահմանադրության փոփոխություն անել չի կարող, կամ ինչ-որ մանիպուլյացիաներով պիտի անի, բայց սահմանադրական օրենքներ կարող են ընդունել դրանցում փոփոխություններ կատարել, սահմանադրական նշանակումներ կարող են անել, այնուամենայնիվ թույլ եմ տալիս պնդել, արդեն ասածս պատճառներով, որ 5 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմության առումով խոցելի է, քաղաքական առումով ավելի թույլ։ Վերջում ավարտենք այն տարածված արտաքին աշխարհաքաղաքական համատեքստով, եթե կար այդպիսին։ Եթե դիտարկենք որպես մինի այդպես աշխարհաքաղաքական մենամարտ Հայաստանն էլ հարթակներ։ Հիմա այս առումով ով շահող կամ հաղթող դուրս եկավ, Արևմուտքը, Մոսկվան, թե միգուցե ոչ նա այլ հարևանները։ Հարևանները հաստատ շահող են դուրս եկել, որովհետև պահպանել են մի իշխանություն, որը կուրորեն կատարում է իրենց բոլոր պահանջները։ Խոսքս առաջին հերթին Ադրբեջանի մասին է, միջև ուր կհասցնեն նրանք նվաստացնել Հայաստանի պետությունն ու Հայաստանի ժողովրդին ցույց կտա ժամանակը, աշխարհաքաղաքական կենտրոններից գիտեք, եկեք կոնկրետ շահող չնշեմ, որովհետև բոլորն են շահում, եթե դու ունես ոչ լեգիտիմ իշխանություն։ Ընդհանրապես, եթե ունես ոչ լեգիտիմ իշխանություն, բոլորը շահում են, բացի այն երկրից ում այդ իշխանությունը ներկայացնում է, որտեվ տեսեք, թվացած շահել է Արևմուտքը, որովհետև հակառուսական կուրսի մեջ է Նիկոլ Փաշինյանը եւ այս ընտրությունը նշանակում է Հայաստանի ավելի մեծ օտարում եվրասիական ինտեգրացիոն կառույցներից, նաեւ անվտանգային կառույցներից, բայց մյուս կողմից Ռուսաստանը մի շարք սանկցիաներ արդեն դրել է գործի մեջ, խաղադրույքը շատ բարձրացրել է եւ պարզ չի ճշմարիտ գործիքակազմ կօգտագործի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նրանից զիջումներ կորզելու նպատակով։ Հետևաբար բոլորն են շահել կամ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ, դուժել են միայն Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Այսինքն մի ենթահարց այս առումով դուք հավատում եք իշխանության պնդումներին Փաշինյանի, որ իրենք կգնան Մոսկվա եւ ամեն ինչ կկարգավորեն։ Ոչ, ամեն ինչ չի կարգավորվի։ Ամեն ինչ չի կարգավորվի, եկեք չմոռանանք, որ նույնիսկ պաշտոնական արդյունքները ամփոփվեցին, բայց կարծես թե Մոսկվայից շնորհավորանքը մենք չենք լսել։ Այդ նշանակում է Մոսկվան բավականին լուրջ խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ եւ առնվազն նրանից մեծ գին է պահանջում նրա լեգիտիմությունը ճանաչելու համար։ Սա կարող ենք որպես նախնական եզրակացություն պնդել, բայց կարող է ընդհանրապես արտարոց մի բան տեղի ունենալ, որ մեր թիվ 1 դաշնակիցը ամենայն դեպս փաստաթղթերով եւ գործող իրավապայմանագրային նորմերով այս անգամ ընդհանրապես չճանաչի Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը դրանից բխող բոլոր հետևանքներով։ Գինը ինչ նկատի ունեիք եւ անգամ այդ գինը վճարելուց հետո ինչ օրինակ գինը Հայաստանի հրաժարումն է եվրոինտեգրացիայի քաղաքականությունից օրինակ։ Հայաստանի հավաստիացումներն են, որ չեն արվելու արտաքին քաղաքական քայլեր, որոնք կվտանգեն ռուսական շահերը։ Մոսկվային լոյալ արտաքին քաղաքականության իրականացումն է լինելու, գինը դա է լինելու։ Հիմա Փաշինյանը եթե գնաց այդ գինը բավարարելուն, որտեվ հասկանում է Ռուսաստանի հետ հակադրությունը ինչի կարող է բերել, նաև իր իշխանության համար լուրջ խնդիրներ կունենա Արևմուտքի հետ, որտեվ նրանք էլ այլ խաղադրույք էին Փաշինյանի վրա կատարել, եթե չգնաց այդ Մոսկվայի այդ գնի նշաձողի բավարարմանը, լուրջ խնդիրներ կունենա Ռուսաստանի հետ, որն էլ
կարող է էլի խնդիրներ հարուցել Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ կամ արևմուտքի հետ է լուրջ խնդիրներ ունենալու, կամ Ռուսաստանի։ Այս պարագայում ժամանակ շահելու մեծ հնարավորություն էլ Նիկոլ Փաշինյանը չունի, մեծ իմաստով արևմուտքի ուլտրա գլոբալիստական շրջանակները այս ընտրություններում աջակցելով Նիկոլ Փաշինյանին հրապարակել են նրա քաղաքական դատավճիռը, որի եզրափակիչ տեքստը 1-1.5 տարվա ընթացքում կկարդանք։ Շատ շնորհակալություն, այսինքն ամենակարևոր բանը չունի այդ լեգիտիմությունը, դրա համար երկու կողմն էլ իրեն դնելու են այդ բաների առաջ, ճիշտ եմ ասում։ Ֆուտբոլի գնդակի պես օգտագործելու են։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք